Ակադեմիական քաղաք ծրագիրն իրականացվելու է փուլային, աշխատանքները կսկսվեն տեխնոլոգիական կլաստերից։ 3600 ուսանողի համար նախատեսված հանրակացարանների կառուցումից անհրաժեշտ ենթակառուցվածքներից։ 2030 թվականին նախատեսվում է ամփոփել առաջին փուլի աշխատանքները և արդեն կգործեն առաջին ենթակառուցվածքները։ Նոր քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ է։ Այն ուղարկվել է քաղաքաշինության կոմիտե, համալիր փորձաքննության, նաև ներկայացվեց շահագրգիռ կողմերին, բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարներ, կառավարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկեր աշխատանքային խմբերի անդամներ, ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ։ Այս կատարված աշխատանքը մեզ համար հիմք է հանդիսացել ակադեմիական քաղաքի հայեցակարգի վերամշակման համար եւ մասնավորապես մենք առաջիկայում պատրաստում ենք կառավարության հաստատմանը ներկայացնել վերամշակված հայեցակարգը, որտեղ արդեն շատ ավելի հստակեցված է իրականացման փուլերն ու ժամանակացույցը եւ որտեղից ենք մենք մեկնարկելու եւ մեր կատարված աշխատանքների մակարդակը մեզ թույլ է տալիս արդեն հստակ ռազմավարություն որդեգրել, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման եւ այդ ռիսկերին ուղղված քայլերը շատ ավելի հստակեցված են լինելու։ Նախարարը մանրամասնում է նոր հայեցակարգն ի տարբերություն նախորդի, որ առավելապես տեսական էր, արդեն ծրագրային փաստաթուղթ է։ Դրանում նպատակների ու սկզբունքների շրջանակը չի փոխվել, այլ ավելացել են օպերացիոնալ եւ գործառնական ճշտումները։ Օրինակ, երկաթուղին ու մետրոն որ փուլում եւ ինչպես պետք է իրականացնել եւ այլն։ Ավտոմեքենաների նվազագույն երթևեկություն, շատ կանաչ տարածքներ, մաքուր օդ, ինչպես ցանկացած լավ քաղաքում, նկատում է ակադեմիական քաղաք նախագծի գլխավոր հատակագծի հեղինակ, գերմանական GMP International ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոմաս Քայելը։ Միևնույն ժամանակ ըստ նրա ջրի վատնում չպետք է լինի։ Անձրևից առաջացած ու աղբյուրների ջրերը պետք է օգտագործվեն։ Իսկ ինչպես է ապահովվելու Երևանի հետ տրանսպորտային կապը։ Ակադեմիական քաղաքը Երևանին կապելու հնարավորություններն իմ գործընկերները մանրամասն ուսումնասիրել են, հաշվի առնելով նաև խցանումներն ու երթևեկության ծանրաբեռնվածությունը։ Բնականաբար մասնավոր մեքենաներով հնարավոր կլինի հասնել ակադեմիական քաղաք, բայց հետո մենք հույս ունենք անցում կատարել դեպի ավելի շատ հեծանիվներին ու հասարակական տրանսպորտին։ Ավելի ուշ պատրաստ կլինենք ավելի շատ ավտոբուսային գծեր ունենալ հենց Երևանի կենտրոնից դեպի ակադեմիական քաղաք։ Պարտադիր է նաև մետրոն կապել ակադեմիական քաղաքին, ունենալով եւս մեկ կայարան այնտեղ։ Երկաթուղին նույնպես պետք է բարելավի եւ ճիշտ կերպով հասնի ակադեմիական քաղաք։ Ակադեմիական քաղաքում, որը կից է Երևանին, Արագածոտնի, Կոտայքի ու Արմավիրի մարզերին, հոկտեմբերից իրականացվում են հնագիտական պեղումներ։ Հարցին, թե հնարավոր է այնտեղ, ասենք, երկրագիտական թանգարանի մասնաճյուղ բացվի, որտեղ ներկայացվեն գտածոները, նախարարը պատասխանեց. տարածքում հայտնաբերվել են հնագույն բնակատեղի եւ դամբարանադաշտեր։ Եթե պարզվի, որ այնտեղ իսկապես ձևավորվում է նշանակալի միջավայր, պատմամշակութային նշանակալի ժառանգության մասին է խոսքը, այն կդառնա ակադեմիական քաղաքի մի մասը։ Այո, կլինեն նաև ջերմոցներ։ Նախագծող ընկերության փոխտնօրենը մեկ այլ հարցի պատասխանելով հաստատեց. ջերմոցներ կլինեն հենց տեխնոլոգիական կլաստերում, քաղաքային հատվածի հարակից տարածքում։ Աննա Զախարյան, Էդգար Դավթյան, լուրեր։